Փիլիպեցիներին 3-րդ գլուխ։ Այսուհետև եղբայրներս ուրախացեք Տիրոջով։ Նույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, բայց ձեզ համար մեծ ապահովություն է։ Զգուշացեք շներից, զգուշացեք չար մշակներից, զգուշացեք նրանցից, ովքեր թլփատվում են, որովհետև իսկական թլփատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք հոգով և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով, և ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը, թեպետև ես ինքս էլ կարող եմ մարմնի վրա նույն վստահությունն ունենալ։ Եթե ուրիշ մեկը կարծում է, թե ինքը կարող է մարմնին վստահել, ես առավել ևս։ Թլփատվել եմ 8-րդ օրը, Իսրայելի ազգից եմ, Բենյամինի ցեղից, եբրայեցի ծնողներից, ըստ օրենքի փարիսեցի, նախանձախնդրությամբ հալածում էի եկեղեցին, արդարությամբ, որ բխում է օրենքից, անարատ։ Բայց այն, ինչ մի ժամանակ ինձ համար օգուտ էր, հիմա վնաս եմ համարում Քրիստոսի համար։ Ավելին, ամեն ինչ վնաս եմ համարում, այն առավելության համեմատ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելն է։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց, հիմնված հավատի վրա։ Եվ սա այն բանի համար, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից նրա մահվանը, որպեսզի հասնեմ մեռելներից հարություն առնելուն։ Ոչ թե արդեն ձեռք եմ բերել կամ արդեն կատարելության եմ հասել, այլ հետամուտ եմ, որ հասնեմ, որի համար էլ բռնվեցի Քրիստոս Հիսուսի կողմից։ Եղբայրներ, ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց բանն այն է, որ հետևում մնացածները մոռացած, ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները, ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։ Այսուհետև ձեզնից նրանք, ովքեր կատարյալ են, նույն ձևով թող խորհեն, իսկ եթե որևէ բանի շուրջ ուրիշ կերպ խորհեք, Աստված ձեզ դրա մասին էլ կհայտնի։ Միայն թե ինչի որ հասանք, նույնը խորհենք և նույն կանոնի համաձայն ընթանանք։ Եղբայրներ, նմանվեք ինձ և նայեք նրանց, ովքեր ձեզ տված մեր օրինակով են ընթանում, որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ, և այժմ էլ լալով եմ ասում, ընթանում են որպես թշնամիներ Քրիստոսի խաչին։ Նրանց վերջը կորուստ է, նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը իրենց ամոթը։ Նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։ Իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է, որտեղից էլ սպասում ենք Փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին, որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը, իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։